Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Բոլոր երկրների համար արտաքին քաղաքականությունը կարևոր է, բայց այն կարևոր է հատկապես փոքր երկրների համար, որովհետև հատկապես փոքր երկրների սակավ ռեսուրս ունեցող երկրների համար արտաքին քաղաքականությունը հաճախ այն գործիքն է, որի միջոցով ապահովվում է տվյալ պետության անվտանգությունը։ Վերջին ժամանակների թերևս ամենահայտնի օրինակներից է Հայաստանը։ Նախընտրական խոստումներից արտաքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններից հետո գալու է այդ ուղղությամբ արտաքին քաղաքականության ուղղությամբ որոշումներ կայացնելու ժամանակը։ Հյուրընկալել են քաղաքական վերլուծաբան Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանին։ Բարև ձեզ, պարոն Նավասարդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Նավասարդյան, 91 թվականից հետո մի իրավիճակ էր, որ բոլորի մտքում հետևյալն էր, թե գիտեք, ի վերջո Ռուսաստանը Հայաստանին կպաշտպանի եւ անգամ այսպես հարևան երկրների հետ հարաբերությունների մասին մտածելու կարիք չկա։ 20 թվականից հետո իրավիճակը փոխվեց, առաջ եկավ մի կոնցեպտ, որ եթե մենք ուզում ենք անվտանգ ապրել, եթե մենք ուզում ենք առաջ գնալ, զարգանալ, մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ 20 թվականի պատերազմից հետո անցել է ավելի քան 5 տարի, բայց Հայաստանը կարծես ճանապարհի կեսին է։ Ադրբեջանի հետ չունենք խաղաղության համաձայնագիր, ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, օկուպացված տարածքներ են դրանք, չկա սահմանազատում, ճիշտ է, սահմանին չեն կրակում, բայց Ադրբեջանից շարունակում են հնչել հայտարարություններ Հայաստանի դեմ։ Գիտեք, մարդիկ կասեն, իսկ որն է այլընտրանքը, ես ձեզ հետևյալ հարցը տամ, իսկ արդյոք մենք ինքնախաբեությամբ չենք զբաղվում, երբ որ ասում ենք մեզ կհաջողվի Ադրբեջանի հետ ապրել խաղաղության մեջ։ Նախ ես ուզում եմ չհամաձայնել ձեզ հետ, որ Ռուսաստանի դերը փոխվել է միայն 2020 թվականից, Ռուսաստանի դերը ավելի վաղ է փոխվել, այսինքն Ռուսաստանը եւ պատրաստ չէր եւ շատ գրգռված չէր միանշանակ աջակցել Հայաստանին անվտանգային եւ այլ հարցերում, բայց դա գիտակցվել է մեզ մոտ ուշացումով, անգամ ես կասեմ ոչ թե 2020 թվին, հենց 44-օրյա պատերազմից հետո է գիտակցվել, այլ մի 2 տարի անց, եթե ոչ 3 տարի անց, եւ այդ ժամանակահատվածը, երբ մենք փորձում ենք այլ մոտեցմամբ լուծել մեր հարևանների հետ խնդիրը, բավականին կարճ է, ընդամենը 3 տարի, ոչ ամբողջ 3 տարի այն էլ։ Հիմա ինչ վերաբերում է ինքնախաբեությունը թե ոչ, ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում այն պետությունները, որոնք գիտակցում են իրողությունները, փորձում են զարգանալ ոչ թե տարածքներ գրավելու միջոցով, այլ առևտուր զարգացնելու, տնտեսական համագործակցություն զարգացնելու, հաղորդակցություններ նոր բացելու եւ այդ հաղորդակցությունների քարտեզում ունենալու կարևորագույն դերակատարություն եւ ես կարծում եմ, որ այն ինչ տեղի ունենում այսօր մեր տարածաշրջանում հենց դրա մասին է եւ եթե համապատասխան ծրագրերը կապված հաղորդակցությունների եւ առևտրի զարգացման հետ հաջողությամբ գնան, ապա դա կլինի հիմնական երաշխիքը նաեւ Հայաստանի անվտանգության։ Ձեզ կքննադատենք, ասենք, գիտեք, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև սահմանները բաց էին, առևտուրը թերևս Ուկրաինան Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկն էր, բայց դա չխանգարեց Պուտինին եւ 14 թվականին եւ 22 թվականին ներխուժել Ուկրաինա։ Դե ես սովորել եմ, որ ինձ քննադատում են տարբեր հարցերում, բայց այստեղ տարբերությունը այն է, որ Ռուսաստանը չէր գիտակցել այն նոր իրողությունները եւ պատրաստ չէր այն նոր իրողություններում, երբ տնտեսական զարգացման եւ այլ ուղղություններով զարգացման հաջողություններն են մրցակցության համար եւ աշխարհում տեղ գրավելու համար հիմնական փաստարկը, հա, Ռուսաստանը շարունակում էր պատկերացնել, որ ամեն ինչ ուժի վրա է հենվում եւ այլ երկրների նկատմամբ հսկողություն սահմանելու վրա էր հենվում եւ դա է տրամաբանությունը, որը բերեց ռուս-ուկրաինական պատերազմին։ Մենք ասում ենք Պուտինը չէր գիտակցում, վստահ ենք, որ Ալիևը կգիտակցի։
Հուսով ենք ամեն դեպքում այն գործընթացը, որի ականատեսն ենք մենք գոնե 2025 թվականի օգոստոսի 8-ին, վկայում է նրա մասին, որ ամեն դեպքում այս տարբերակը Ադրբեջանի զարգացման Իլհամ Ալիևը եւ Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում են եւ ընդունում են որպես հետարքիր տարբերակ։ Եվ ամեն ինչ կախված է լինելու ինչպես կզարգանան երկկողմանի ծրագրերը, եթե նրանք հաջողություն կբերեն, դա կնշանակի, որ հենց այդ մեթոդը երկրի զարգացման եւ առաջ գնալու հիմնականը եւ առաջնահերթայինը կդառնա նաեւ Ադրբեջանի համար։ Աննա Նավասարդյան, եթե ավելի կոնկրետ ծրագրերից խոսենք, խաղաղության պայմանագրի ուղղությամբ, սահմանազատման ուղղությամբ, ճանապարհների վերաբացման հայ-ադրբեջանական նկատի ունեմ, դուք սպասում եք, որ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից այս 3 առանցքային ուղղություններով մենք ինչ-որ առաջընթաց կունենանք, կարծես հիմա այնպիսի տպավորություն է, որ բոլորը սպասում են այսպես ստոպ է տված, պաուզա է տված, բոլորը սպասում են հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ելքին, այ հետո մենք կանդրադառնանք այս հարցերին։ Դե դա բոլորի համար է, կարծում եմ, պարզ, եւ Ադրբեջանն է սպասում, եւ Թուրքիան է սպասում, եւ Եվրամիությունն է սպասում, միակ երկիրը, որը չի սպասում եւ ուզում է մինչեւ ընտրությունները ինչ-որ երաշխիքներ ստանալ եւ հավատարմության հավաստիացումներ ստանալ, դա Ռուսաստանն է, հա, եւ հենց այստեղ մենք ունենք այսօր կարծես թե ամենալարված իրավիճակը, եթե մնացած հարցերում մենք մնում ենք սպասողական վիճակում եւ պետք է պատրաստվենք ինչպես ենք աշխատելու եւ ինչպես ենք ամրապնդելու հաջողությունները եւ օգտագործելու եղած հնարավորությունները, ապա կարծում եմ Ռուսաստանի հետ դա դժվար կլինի եւ որևէ պատասխան Ռուսաստանը ակնկալում է ստանալ Հայաստանից մինչև հունիսի 7-ը, թե ինչպիսին կլինի այդ պատասխանը, առայժմ ես չեմ կարող կանխատեսել։ Հասկանալի է, մենք Ռուսաստանին դեռ կանդրադառնանք, բայց վերադառնալով իմ հարցին, դուք ինչ եք սպասում, հատկապես խաղաղության կամրջի մասնակիցներից եք, հանդիպել եք նաև Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչներին, ես Հիկմեթ Հաջիևին նկատի ունեմ, որին հաճախ անվանում են Ադրբեջանի փաստացի արտգործնախարար։ Այս 3 ուղղություններով դուք սպասում եք, որ մենք խորհրդարանական ընտրություններից հետո առաջընթաց կունենանք, թե Ադրբեջանին այսպես հարմար է, գիտեք, խաղաղության պայմանագիր չկա, կճնշի Հայաստանին, երբ ուզենա։ Ну նախ մենք պետք է մտածենք նրա մասին, թե ինչպիսի հեռանկարներ ունի Թրիպը, այսինքն այն հաղորդակցությունները, որոնք անցնում են եւ հիմնական կարծես թե կտորը, որից ամեն ինչ կախված է, դա Հայաստանի հարավն է, այդ 42-43 կիլոմետրը Մեղրիի շրջանով։ Եթե այն իրականություն դառնա եւ շատ չձգձգվի, ես կարծում եմ դա արդեն բավարար հետարքիր ծրագիր կլինի, որպեսզի հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակվի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, եթե դա չստացվի, ապա մենք լրացուցիչ դժվարությունների առաջ կկանգնենք եւ այդ դժվարությունները կապված է նրա հետ, թե կգտնենք մենք փոխարինող գրավիչ ծրագիր եւ հեռանկար Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար եւ այստեղ պետք կլինի լուրջ մտածել եւ ես կարծում եմ, որ խաղաղության կամուրջ նախաձեռնությունը նաեւ դրա համար է, որպեսզի փորձագիտական շրջանակներում քննարկվեն համագործակցության հնարավոր այլընտրանքային ուղիները, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, որ պաշտոնական դիվանագիտության մակարդակով օրակարգերը շատ նեղ են եւ հնարավոր չէ այսպես ֆանտազիան աշխատացնել եւ քննարկել տասնյակ տարբերակներ եւ ուղղություններ, իսկ փորձագիտական մակարդակով դա հնարավոր է եւ ես հուսով եմ, որ այն առաջարկությունները, որոնք մշակվում են եւ խաղաղության կամրջի շրջանակներում եւ մի քանի այլ հարթակներում, որտեղ նաեւ մասնակցում է Երևանի մամուլի ակումբը, այդ հանդիպումները եւ քննարկումները ինչ որ հետարքիր գաղափարներ կմշակեն, այսինքն արդեն մշակվել են, մնում է դրանք հստակ ձևակերպել, համոզիչ դարձնել եւ մատուցել որոշում կայացնողներին։ Անդրադառնանք Թուրքիայի հետ հարաբերություններին, Հայաստանում ընդհանրապես կա ձևավորված պատկերացում, թե մենք ի վերջո ինչպիսի հարաբերություններ ենք ուզում կառուցել մեր արևմտյան հարևանի հետ։ Թուրքիան չի ճանաչում հայոց ցեղասպանության փաստը, դա
շատերի գնահատմամբ նաև անվտանգային հարց է, որովհետև ասում են, գիտեք, եթե եղել է ցեղասպանություն, եթե Թուրքիան չի ճանաչում, ինչ երաշխիք, որ հետագայում նույն խնդրի չենք բախվի, ինչ ենք պատրաստվում անել, ինչպիսի հարաբերություններ դարձյալ, կարծես այսպես օդում կախված վիճակ լինի, թե սխալ ընկալում կա այս առումով։ Դե կա երկու հիմնական, ես կարծում եմ, եղանակ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու եւ դրա շուրջ մշտապես վեճեր եղել են եւ շարունակում են։ Մեկը դա հասնել մեր նպատակներին, այդ թվում նաև ցեղասպանության ճանաչմանը, առճակատման միջոցով եւ քանի որ բնականաբար Հայաստանը որպես առանձին միավոր դժվար թե կարող է առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ, նման եղանակի կողմնակիցները միշտ փորձում են ներգրավել ուժեղ խաղացողներին, որոնք պետք է որ ճնշեին կամ պետք է ճնշեն Թուրքիային, փաստորեն մենք համոզվել ենք, որ դա չի աշխատում։ Երկար տարիներ փորձերի միջոցով եւ ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում եւ Խորհրդային Միությունում հետո Ռուսաստանում այդ հարցը առաջ քաշելով որևէ նպատակի չհասանք, ուրեմն պետք է փորձել նաեւ այլ տարբերակը նորմալացնել հարաբերությունները առանց անդրադառնալու պատմության այդ դառը էջերին, բայց նաեւ չուրանալով դրանք նորմալացնել հարաբերությունները եւ երբ երկու երկրները տեսնում են իրար մեջ որ հետարքիր գործընկերներ, հեռանկարային գործընկերներ եւ արժեվորում են այդ գործընկերությունը, միգուցե այդ բոլոր ցավոտ հարցերը այդքան լարված մթնոլորտում չեն քննարկվելու եւ միգուցե այդ անցյալը ճանաչելու պատրաստակամությունը կլինի երկուստեք։ Պարոն Նավասարդյան, Ռուսաստանի հետ հարաբերությունները տակավին կարևոր են Հայաստանի համար, բնականաբար Ռուսաստանը մեր տարածաշրջանի հարևան, մեր տարածաշրջանին հարևան ամենամեծ երկիրն է։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանից հնչող ամենաբարձր մակարդակով հնչող նախագահի մակարդակով հնչող սպառնալիքները, այսպես մի մակարդակ ավելի են բարձրացել, Պուտինը վերջերս զուգահեռներ տարավ Հայաստան-Ռուսաստան, այսպես Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների միջև հայտնի այդ հայտարարությունը։ Մենք որքան կարող ենք հեռու գնալ Ռուսաստանից։ Դե ես մեր զրույցի սկզբին անդրադառնամ, այո, Ռուսաստանը գիտակցում է, որ իր մերձավոր կամ պատկերացնում է, որ իր մերձավոր հարևանները պետք է անպայման հնազանդ լինեն իրեն եւ միայն այդպես է տեսնում երկկողմանի հարաբերությունները եւ դա է նաեւ ինչ սպասում է Հայաստանից եւ տեսնելով, որ հնազանդության աստիճանը գնալով նվազում է, փորձում է իր փաստարկները ներկայացնել եւ փաստարկները կայանում են նրանում, որ եթե դու հեռանում ես կամ պակաս հնազանդ ես դառնում, ուրեմն դու զրկվելու ես այն տնտեսական առավելություններից, որ ունես Ռուսաստանի հետ համագործակցելով առևտրային եւ տնտեսական ոլորտներում եւ կարծես թե դա է հիմա այն երկխոսությունը, որ տեղի ունենում, միգուցե ոչ ուղակի, բայց ասենք ամեն մեկը իր կողմից ուղերձներ է ինչ որ ուղարկում եւ այդ բալանսը, թե ինչքանով Հայաստանը կարող է հեռու լինել Ռուսաստանից, բայց շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ որպես կարևոր գործընկերոջ, գոնե մոտակա տարիների համար մենք դժվար թե տնտեսական առումով կարող ենք փոխարինող գտնել այստեղ եւ այդ բալանս գտնելու գործընթացը հիմա տեղի է ունենում եւ ես միայն կարող եմ հուսալ, որ մեր դիվանագիտությունը եւ պետական մակարդակով երկխոսությունը Ռուսաստանի հետ թույլ կտա այդ բալանսը պահպանել, չզիջելով մեզ համար կարևորագույն ռազմավարական նպատակները, իսկ այդ նպատակները իմ պատկերացմամբ դա Հայաստանի եվրոպականացումն է։ Անցնենք Հայաստանի եվրոպականացմանը, միակողությունը, որտեղ կարծես խնդիրներից չենք գալիս, այլ գնում ենք դեպի այսպես ավելի ձգտում ենք դեպի ավելի խորը հարաբերություններ, դրանք արևմուտքի հետ հարաբերություններն են, ավելի կոնկրետ եվրոպական միության, եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Ռուսաստանին վերաբերող հարցը, եթե մի փոքր վերաձևակերպենք, որքան մոտ Հայաստանը կարող է գնալ եվրոպական ուղղությամբ, որքան մենք կարող ենք մեզ թույլ տալ, եվրոպացիները իրենց թույլ տան, ինչ կարող եք ասել։
Դա պայմանավորված կլինի նրանով, թե որքանով Եվրամիությունը պատրաստ կլինի մեր տարածաշրջանում իրականացնել խոշոր ծրագրեր։ Առաջին հերթին կապված հաղորդակցությունների հետ եւ երկրորդ հերթին կապված երևի էներգետիկայի հետ։ Եվ այստեղ խնդիրն այն է, որ որոշումները կայացնում է ոչ միայն Հայաստանը, այլ նաև Հայաստանի հարևանները։ Եվ Ադրբեջանի կարծիքները այստեղ կարևոր են, եւ Վրաստանի մոտեցումներն են կարևոր, եւ Թուրքիայի, եւ շատ կարևոր է, որպեսզի այդ իմ նշված մեր հարևանների հետ մենք գտնենք ընդհանուր շահեր եւ ընդհանուր հնարավորություններ Եվրամիության ռեսուրսները եւ հնարավորությունները այստեղ օգտագործել։ Առայժմ դժվար է ստացվում, մանավանդ որ մեր հարավում բավականին անորոշ եւ լարված իրավիճակ է, թեժ իրավիճակ է, իսկ Իրանը նույնպես մենք հասկանում ենք շատ կարևոր դերակատարություն ունի այստեղ եւ միակ այստեղ հստակ ուղղությունը, որտեղ մենք տեսնում ենք գոնե վերջի շաբաթների ընթացքում առաջընթաց, դա վիզաների ազատականացումն է, բայց որքան էլ դա գրավիչ հեռանկար է մեզ համար, դա իհարկե պետք է գիտակցենք ամենակարևորը չէ։ Ամենակարևորը ես կարծում եմ 3 այլ ուղղություններն են։ Դա առաջինը ես նշել եմ հաղորդակցությունների հարցերը լուծելու մեջ Եվրամիության անմիջական եւ լուրջ ռեսուրսներով ներգրավումն է, դա էներգետիկ ոլորտն է, այդ թվում նաեւ էներգետիկ ռեսուրսների մատակարարումը արագումը Եվրամիություն Սևծովի ատակով, հա, այդ խոշոր ծրագիրը, որի մասին արդեն երկար տարիներ քննարկում են եւ Հայաստանի մասնակցությունն այնտեղ դեռ անորոշ է, եւ երրորդը, եթե մենք խոսում ենք իրոք եվրոպականացման մասին, ապա դա Եվրամիության աջակցությունն է Հայաստանին բարեփոխումների հարցում։ Այստեղ էլ մենք այն տեմպը, որ կուզենայինք տեսնել, դեռ չենք տեսնում։ Պարոն Նավասարդյան, շատ շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Նմանապես Ես հիշեցնեմ, որ եթերում Կիրակին էր, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։